Բարի գալուստ մարտահրավեր 2025 Առաջին օրերին խոսեցինք առողջ ապրելակերպից, որը շատ կարևոր էր, որովհետև ոչ բոլորն են հասկանում այդ ինչա։ Դրանից հետո խաղերն էին, որը շատ հավես էին։ Ու ամենակայֆն էր, որ քննարկելով էինք խաղում։ Փոչիկների խաղները շատ լավ է, հիշեցի։ Մեր օրերը շատ լավ անցնում, գերազանց, սենց ասած 10-ից 10։ Հրաշալի արևոտ պայծառ գունավոր Շատ ագեցած ու հետաքրքիր օր ենք անցկացնում ամեն անգամվա նման։ Առաջի անգամ եմ մարտահրավեր 2025-ում, գիտեի, որ սենց լավ է, բայց որ այսքան լավ չէի պատկերացնում։ Հնաշարժական խնդիր ունեցող անձանց ընդգրկում են բոլոր խաղերի մեջ, չկար մի խաղ, որ մենք մնայինք անմասն, էլի, չմասնակցեինք։ Հիմա ես ձեզ կբաժանեմ փայտի կտորներ, բայց սրանք ուղղակի փայտի կտորներ չեն։ Իրենք վերջում դառնալու են մագնիսներ, որոնք դուք ձեր հետ տանելու եք մարտահրավեր 2025-ից որպես հուշ։
Ճիշտն ասած, այստեղի այս համայնքի հոգևորականը Տեր Մերուժանը շատ դուրս եկավ իր անմիջականությամբ։ Իսկապես ես Տեր Մերուժանի մեջ տեսա, որ ինքը այս մարդկանց տեսավ ուժեղ, իրանց խնդիրների հետ շատ ուժեղ։ Իր ձայնի մեջ այդ հուզումը կար, որ ես նկատեցի։ Նինը դե քանի հոգի եղան, երեք հետևը։ Ոնց եք կարծում, ուր եք դուք հիմա գնում։ Մարտահրավեր։ Մեզ տանում են թողնել սարերում կամ ձորերում հետ գան։ Չգիտենք։ Պատկերացում չունենք, բայց շատ հետաքրքիր է թե ուր են գնում։ Վախենում եք։ Չէ, вообще։ Այս կյանքում ոչ մի բանից չեմ վախենում։ Ինչ որ բաներ կա, որ կանեմ, ինչ որ բաներ կա, որ չեմ անի։ Շատ հիանալի օրեր են կասկածում այս ճամբարում, լի հագեցած, հետաքրքիր խաղերով, տարբեր առաջադրանքներով եւ հիմա այսօր եկել է ամենագլխավոր փորձիչյան պահը ու հուսով եմ, որ կրկին ադրենալինը շատ բարձր կլինի։ Բայց ինձ համար մարտահրավերը միանշանակ հենց կոնկրետ այս փորձություն ասվածը չէ, այլ նոր հնարավորություն է ընդհանուր այս ճամբարը մարտահրավեր նետենք մեր վախերին, մեր կասկածներին եւ ուղղակի վայելենք կյանքի յուրաքանչյուր պահը։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Հիմա տեղավորվենք ներսում, որովհետև մեր մասնագետները Նարեկի գլխավորությամբ մենք այսօր բոլորս ենթարկվում ենք թիմին, կսկսենք մեր այսօրվա փորձությունը։ Ես առաջին անգամ եմ կրակում։ Թե սա առաջին փորձն է։ Շատ սպասելիքներ ունեմ։ Ոչ, ես երբեք չեմ կրակել։ Ու անհամբեր սպասում եմ այդ պահին, թե երբ եմ կրակելու։ Հավեսա։ Շատ։ Կրակել ես հետ։ Չէ։ Առաջի անգամ ես կրակում։ Իրա հետ։ 10-ից խփել է։ Այո։ Ոյ քու կատաղած ես Ոնց է։ Թույն, շատ թույն։ Քանի հատ կրակեցի։ 4։ Հավանեցի շատ լավ էր։ Շատ լավ էր, հատկապես ես կրակել եմ 3 մետրի վրա, 10-ից 5-ն եմ կպել։ 10-ից 6-ը կրակեցի, 10-ից 3 կպել եմ։ Աստծո կամքով մի հատ ստացվեց կպա։ Հավեսեր։ Շատ։ Ադրենալին կար։ Այո, իհարկե։ դա իմ առաջի կրակելն էր, ճիշտն ասած հրաձգարանում, ես երբևիցե չեմ կրակել ճիշտն ասած, մեծ բավականություն ստացա, դա իմ կյանքի երազանքն է եղել, որը ես 3 իրականացրեցի։ Ամենատպավորվածը ձիավարությունից է, որովհետև մի քանի օրեր առաջ դաժե հիշել եմ իմ նկարներից, տեսել եմ, որ ոնց եմ ես ձի քշում ու մտովի ես պատկերացրեցի, թե երբ կգա այդ ժամանակը, որ նորից այդպես ստացվի, երբ որ իմացել եմ, չեք պատկերացնի, ինչ sense էմոցիաներ եմ ապրել։
լցված եմ գնում ստեղից, շատ լիքն եմ գնում։ Այդ լիքը էմոցիաներով, այդ էմոցիաների համար եմ գալիս։ Ոչ թե մարտահրավերների, ոչ թե ադրենալինի, այլ էմոցիաների, որը որ գալիս է ստեղից, որովհետև չափից շատ դրական է գալիս։ Շատ ունեմ երազանքներ, որը ես էլի կիրականացնեմ։ Գնում եմ տուն շատ եմ, որ ասում են թևեր եմ ստացել, ճախրում եմ, այդ տպավորությամբ վերադառնում եմ, շատ շնորհակալ եմ բոլորիցը։ Ամեն ինչ ուղղակի ընտիր էր։ Ես բոլորին պաչիկներ Շնորհակալություն, ես շատ եմ սիրում։